Փառք Տիրոջը։ Ես եմ ուզում շնորհավորել մեր քույրերին, չասեմ եղբայրներին, քույրերին այսօրվա ձեր տոնի կապակցությամբ։ Որոշ տեղեր մտածում են, թե եկեղեցում քույրերին կարելի է շնորհավորել մարտի 8-ը, ես ասում եմ, բայց ի՞նչն է խանգարում դրան։ Որովհետև գիտեք, մարտի 8-ը առաջացել է 1900-ական թվականների այդ սկզբներին, երբ որ կանայք Ամերիկայում բողոք բարձրացրեցին, որ մենք օստրուկ չենք, մենք էլ մարդ ենք, հետո ինչ որ կին ենք, մենք ուզում ենք արժանապատիվ իրավունք մարդկային։ Այդպես մի քանի երկրներում եղավ բողոքներ, ապստամբություններ, վերջը շատ չերկարացնեմ, մի օր որոշեցին եւ իսկապես ընդունեցին, որ կինը պետք է լինի տղամարդուն հավասար, բարձր, թե օգնական։ Իրանք որոշեցին հավասար, մի բան էլ ավել, բայց Աստծո ասում է օգնական։ Աստված էլ Եվային չստեղծեց ստրուկ։ Գիտեք ինչ ասաց Տերը, լավ չէ, որ Ադամը մենակ մնա։ Ադամ, լավ չէ, որ դու մենակ ես։ Ուստի մի հարմար օգնական ստեղծենք նրան։ Եվ Ադամից վերցրեց Տեր Աստված, ստեղծեց Եվային, նորից վերադարձրեց Ադամին։ Որ վաղը չասես Աստված իր համար մի բան ստեղծեց, տվեց իմ սրտով չէր։ Քեզնից է մինուս արե, նորից քեզ են վերադարձել։ Եթե վաղը անուն տնես, 50%-ը քեզ է։ Հիմա ես մեր կոր առաջ մի 80 տարեկան մարդ էր, լրագրողը մոտեցավ հարցեց, ասեց պապիկ, կարող եք ասել կնոջ դերը ձեր կյանքում որն է եղել ամենամեծը, այս պիծեն ասեց, երբ որ ներվային եմ եղել, ինքը ինձ հանգստացրել է, եւ որ հանգիստ եմ եղել, ինձ ներվայնացրել է։ Հիմա մենք ցանկանում ենք, որ դուք միշտ հանգստացնեք ձեր ամուսիններին ու դառնաք ձեր ընտանիքում ձեր ամուսնու լրացումը։ Իսկ կանայք, ինչպես մի քիչ առաջ ասեց Աշոտ եղբայրն էլ, որ մեր մայրերն են, մեր քույրերն են, մեր դուստրերն են, մեր թորնիկներն են, մեր կյանքի, մեր ընտանիքի գեղեցկություններն են, առանց ես հավատացեք, կյանքը կդառնար գորշ, լպատիրացեք մենակ տղամարդ լինենք լրի, հա ինչի էր պետք, պարզ է, իսկ դուք դառնում եք մեր կյանքի գեղեցիկ գույները, օրհնյալ լինեք դուք, շնորհավոր ձեր տոնը, էսի պատգամի մեջ չեր մտնում, հիմա անցնենք այսօրվա պատգամին, զնգումա, այդ իմ ցենից էլ տենես կդրված է մի քիչ։ Այսօրվա պատգամը վերնագրել եմ փակված պարտք, թե փակ դուռ։ Մենք կանգ առանք վերստին ծննդյան վրա, անցած անգամ մի քիչ խոսեցինք, բավականին խորացանք, որքան հնարավոր եղավ, խոստացանք, որ աճ եւ ձախ չենք տատանվի, կողմնապահություն չենք անի, մեր դիրքորոշումը արագ չենք ասի, բայց մեջ կբերենք այն, ինչ որ մտածում են նաև մեր մյուս եղբայրները, քույրերը այս հարցի վերաբերյալ։ Հիմա այսօր ուզում եմ կանգ առնել, մեր պարտքերը փակված են արդյոք իրոք, եւ մեր արջև դուռը բաց է թե փակ, ովքեր են սիրում բաց դուռ։ Սիրում եք, շատ լավ։ Բայց քիչ է։ Գիտեք, որ դժոխքի դուռն էլ է բաց։ Եվ այնտեղ էլ հրավիրվածները շատ են։ Շատ են։ Բայց մենք ընտրենք Քրիստոսի ճանապարհը, այնտեղի դուռն էլ է շատ լայն բացված։ Ուրեմն ամեն դուռ չէ, որ բաց է, մենք սիրենք։ Մենք սիրենք այն դուռը, որը բաց է դեպի երկնքի առկայություն։ Եվ մենք կանգ առանք, որ Աստծո խոսքի հանդեպ լինենք ազնիվ, որևէ խարդախություն չանենք, նենգափոխություն չանենք Աստծո խոսքի վրա, ինչ որ ասում է Աստծո խոսքը, ասենք հենց այն, ինչ որ ասում է Աստծո խոսքը։ Որովհետև Տերն ասաց, որ նրանք, ովքեր իմ խոսքը կսովորեցնեն այնպես, ինչպես որ ես ասացի, մեծ պիտի կոչվեն երկնքի արքայության մեջ։ Իսկ նրանք, ովքեր որ իմ խոսքերից ինչ որ բան կրճատեն, փոքր պիտի կոչվեն երկնքի արքայության մեջ։
Էլ չասեմ, որ իսկ մարգարեական գրքերից պակասողների բաժին Աստված պիտի պակասեցնի, ավելացողների վրա պիտի ավելացնի պատուհասներ։ Այսինքն Աստծո խոսքի հետ զգուշ վարվենք։ Երբ որ Աստծո խոսք ենք սկսում խոսել, խոսքս վերաբերում է հատկապես բոլոր եղբայրներին, ինձ էլ ձեզ հետ միասին, մի հատ զգաստանանք, ցկվենք, նոր այդ խոսքը վերցնենք մեր շուրթերին, որովհետև դու խոսելու ես Աստծո հեղինակությունից, ուշադիր եղեք։ Հիմա շատերը համարձակվում են Աստծո խոսքի վրա ավելացումներ անել կամ պակասեցումներ, ավելի շատ պակասեցնում են, ինչ որ տեղը նաև ավելացնում։ Դա վերաբերում է առաջի Կորինթացիների 11-րդ գլուխ կանանց հետ վերաբերվող հարցերին, ոմանք գերագնահատում են, տալիս են մարտյուտից ավելի բարձր, հետո մարտյուտից որներ էլ ավելի շատ, բայց Աստծո խոսքը ասում է ոչ, այդպես չի։ Կինը կարող է հովիվ լինել, Աստծո խոսքն ասում է ոչ, մարդ ասում է այո։ Տերն ասում է կինը թող լուր մնա եկեղեցում, մարդ ասում է չէ, ազատես, ինչ կուզես խոսի, ասա երկերը չէ, երկեք, քարոզիկ ինչ կուզի կարեք։ Աստծո խոսքն ասում է կինը օգնականն է, բայց մարդ ասում է չէ, կինը կամանդիրն է տան։ Մի օր մի մարգարե այստեղ մարգարյանում էր, մեր եղբայրներից մեկին ասեց քո կինը ես դրել եմ քեզ որպես սվետաֆոր։ Դու եթե կինը պետք է լինի տղամարդի եւ եկեղեցու սվետաֆորը, դուք պատկերացրեք այդ սվետաֆորը ինչ պետք է լինի։ Ուրեմն մենք հիշենք, որ դուք ստեղծվեցիք որպես հարմար օգնական եւ թող կինը խոսքով չիշխի տղամարդուն, չէ՞։ Եվ թող լուր մնա։ Բայց չի սահմանափակվում, որ դու ոչ մի իրավունք չունեք, կամ որ դուք արժանապատիվ չեք ավելի շատին։ Դուք ունեք արժանապատվություն, ունեք իրավունք, մենակ իրավունքը չունեք։ Այդ իրավունքը տրված չէ։ Ուրեմն մենք սովորեցնենք այնպես, ինչպես որ Աստծո խոսքն է ասում։ Թող կինը աղոթքի ժամանակ գլուխը ծածկի, այդ ծածկի։ Հիմա մեկը կասի, դա սովորություն է։ Ախր որտեղ եք կարդացել, որ սովորություն է։ Սովորություն բառը այստեղ չի օգտագործվել դրա համար։ Շատ պարզ, եթե մարդը, ասենք, չունենա նախապաշարում եկեղեցական, շատ ուղիղ գրված է։ Հենց Կորինթացիների 11-րդ գլխի առաջի խոսքից կարդում ես, խոսում է կին եւ տղամարդ փոխհարաբերության մասին, կին, տղամարդ, կին, տղամարդ, կին, տղամարդ, մինչև գալիս ասում է տեղ։ Ասում է եւ թող կինը իր գլուխը ծածկի իշխանության համար։ Այսինքն Տեր Աստված, իմ եւ քո մեջ կա իշխանություն, որ իմ վրա ունի իրավունք։ Նա կարող է իմ ուխտերը զանց համարել։ Եվ դու ես դա հարգասել ես, եթե ամուսին ասի ոչ, ուրեմն դա կֆիքսվի որպես ոչ։ Բայց եթե ցեն չանի, հին ուխտում էլ է գրված, ուրեմն դու քո խոստումը պետք է կատարես։ Նույնիսկ անգամ այդ աստիճանի։ Բարձր։ Ուրեմն որ այդ իշխանությունը կա։ Եվ եթե կինն իր գլուխը բաց աղոթում, անպատվում է իր գլուխը։ Եթե տղամարդը իր գլուխը ծածկած աղոթում, անպատվում է իր գլուխը։ Կնոջ գլուխը ով էր? Ամուսինը։ Ամուսնու գլուխը ով էր? Քրիստոս։ Եվ բարձ բառացի ասում եմ, մեկինքները դատեցեք ու տեսեք, արդյոք վայել է կին արարածին Աստծո առջև աղոթքի կանգնել բաց գլխով։ Այդ ինչ Կորինթացիների մասին խոսք կա այդտեղ։ Վայել է արդյոք Աստծո առաջ աղոթքի կանգնել։ Այստեղ Կորինթացիներին ինչ կապ ունի։ Եվ տղամարդը Աստծո փառքն է ու Աստծո պատկերը, թող իր գլուխը բաց լինի։ Կորինթացիները եթե հեթանոս էին, այդպես սովորություն ունեին, տղամարդիկ էլ Աստծո փառքն ու պատկերն էին, հեթանոսները Աստծո փառքն ու պատկերն էին։ Այսինքն եթե մարդը չի ուզում, կսկսի խոսքը ծռել։ Սա նշանակում է նենգափոխել Աստծո խոսքը։ Իսկ յուրաքանչյուր քարոզիչ, հովիվ, եթե դու ազնիվ ես, անկեղծ ես, անկախ դրանից ձեր եկեղեցին ինչ դիրքորոշում ունի, Աստծո խոսքը մեկներից մի հատ էլ մտածի էլի, կարող է հանգարց ճիշտ չես բացատրում։ Կարող է պաշտպանում ես ինչ որ քո դոնիմինացիայի ընտրած վարդապետությունը, որովհետև մենք կարողանանք այս հարցերում ճիշտ լինել։ Եթե գալիս է օրենքոպրկվել, շնորհքոպրկել, խառնա, չէ, այս ինչու ենք վերստին ծննդյան հարցը ուսումնասիրում, որ մենք կարողանանք համոզվել։ Իսկապես մենք ինչ որ ասում ենք, դա հենց այդպես է, թե ուղղակի մեր ախորժակն է ընդամենը։ Կամ մեր բարի ցանկությունն է, մեր բաժակաճառն է։
Եթե այդպես լիներ, Պողոս առաքյալը այդպես որ փրկությունը գրպանը դրած մի բան լիներ, երբ ուզես արդեն ձեռքես բերե, Պողոսը տեսեք իր կյանքի վերջում ասած բարի պատերազմս պատերազմեցի, ընթացքս ավարտեցի, հավատս պահեցի։ Եվ ամբողջ Պողոսի կյանքը, որ կարդում եք առաքելական ուղերձներում, դժվարություններ, նեղություններ, բանտեր, ձաղկումներ, ծեծեր, ճիշտ է, եկեղեցիների հոգսեր, բայց այդքան հեշտ էր ասել, խոսալով, ապարելով այդ մենք երկինք։ Այդ խեղճ մարդը չի իր ամբողջ կյանքը դարձեց մի հատ տառապանք։ Եվ ինքն ասում էր, բավ է ինձ հոգնեցնեք, քանի որ ես իմ մարմնի վրա կրում եմ Քրիստոսի վերքերը։ Այսինքն սա լուրջ բան է։ Այո, շնորհքով է փրկությունը որպես պարգև, բայց դու ունես այդ իրականում Աստծո կողմից քեզ խոստացված եւ դու առել ես այն, թե ոչ։ Ուրեմն եկեք պայմանավորվենք Աստծո խոսքի եւ ճշմարտության վրա առևտուր չենք անում։ Աստծո խոստումները ճշմարիտ են, եղել են, կան ու կմնա ճշմարտություն։ Բայց դու վերցրել ես այդ թե ոչ, մեր ամբողջ խնդիրը սրա վրա է։ Դու արդյոք վերստին ծնված ես թե ոչ, ամբողջ խնդիրը սրա վրա է, Աստծո վրա չենք կասկածում, սկսենք մեր վրա կասկածել ու ստուգել։ Եվ ասեցի, որ ես չեմ կարող որևէ մեկին ասել դու վերստին ծնված ես թե ոչ, բայց քո կյանքը եւ քո պտուղները կարող են ցույց տալ, որ անհանգստացի, որովհետեւ հանկարծ դա կարող է այդպես չլինել։ Ես ուզում եմ մի պատմություն պատմել, այսինքն երկու պատմություն կպատմեմ, որպես այսօրվա պատգամի խոսակցության հիմք, որպես բնաբան։ Այս պատմությունը իրական է եղել, տվյալ մարդն է ինձ պատմել, ես չեմ հորինում, ինչ որ ինքը ասել է, գրեթե բառացի, ես ուզում եմ փոխանցել։ Այդ եղբայրը պատմեց ինձ, եղբայրը ինքը ասեց, ախպեր, մի հատ քույրիկից փող վերցրեցի, բավականին մեծ գումար, պարտքով, որ վերադարձնեմ։ Բայց գումարը մեծ էր, ու հնարավորություններս շատ փոքր։ Ոնց անում էի, ոնց մտածում էի, ոնց ծրագրում էի, զգում էի, որ դժվարանում եմ, չեմ կարողանում տեղավորվել, այդ պարտքը փակել։ Ես հա տևեց տարիներ։ Այնքան է իր մեջ վերլուծե, տուրու արարե, մտածե ինչ տարբերակով, ահա, եսի կլնի կփակեմ, եսի կլնի կտամ, որ մի օր իրան թվացել է, թե այդ պարտքը փակել է։ Հանգիստ իր համար, բայց ես փակեցի, չէ՞ այդ պարտքը, որտեղ այնքան շատ է տվի առե, որ մոռացել է։ Վերջ, այդպես հանգիստ ազգում իրեն։ Այս քույրիկն էլ, որ տեսնում է տարիներ է այդ եղբայրը պարտքը չի փակում, իր մեջ մտածում է, իմ աղբերս է էլի։ Ես ունեմ հնարավորություն այդ պարտքը զիջելու, որ ինքը վատ չզգա։ Մոտենամ աղբորս ասեմ, աղբերս, այն փողը որ տվել էիր, էլ պետք չէ։ Հաշվի իմ կողմից քեզ նվեր։ Այս քուրս իսկական դեպք է սա։ Մոտենում ասում է, անունը չեմ ասել եղբոր, ասում է, աղբերս, հիշում ես, որ դու տարիներ առաջ ինձից փող վերցրեցիր։ Ասում եմ, ոչ չեմ հիշում, քուր ջան, փողն էլ հետ եմ տվել։ Ես քույրը շշմում ասում եմ, իմ աղբեր, այդ փողը դու հետ չես տվել ինձ։ Ոչ, հետ չեմ տվել, այ որ ես շպերեցի փողը քեզ տվեցի։ Հիմա ես խեղճ քուրը ընկել է, այսպես ասում եմ, մանտրաժանք է։ Ինքը եկել է ինչ սրտով ուզում ասի, այդ փողը ուզում եմ քեզ զիջեմ։ Ես մարդն ասում եմ, դու զրպարտում ես, ինձ փողը տվել եմ, մի հատ նորից եկի, ասում ես, քեզի նվեր եմ տալիս։ Վերջը։ Այս քույրիկը կոտրված տուն է գնում, հասկացա, ես ինչ եղավ։ Այս աղբերն էլ, որ այդ մատուն ասում աղբեր, եկա ասկեցի մտածել։ Քչի բռնել եմ, նորից հետ գնացի անալիզ անելով եկա, արա ասի այդ փողը ես չեմ տվել։ Ես խեղճ քույրիկին դրեցի անհարմար վիճակի մեջ։ Հետո սկսեց մտածել, որ ես ինչ ասեմ։ Այդ քույրն էլ եկի ասել է, այդ փողը ինձ պետք չէ, քեզ օրհնում եմ։ Ինչ կմնար անել, հետևանքը թողում եմ ձեզ։ Հիմա ինչ կարծիք եք, այս եղբայրը, որ իր մտքում պարտքը փակել էր, իրականում այդ պարտքը փակված էր, հավատացել էր, որ փակված է։ Փակված է, բայց իրականում փակված չէ։ Հիմա եթե մենք սա փոխենք հոգևոր դաշտ, հնարավոր է, որ ասենք մարդը մտածի, որ իմ պարտքերը Աստծո առաջ փակված է, որովհետև մեր եղբայրները ասում են փակված է, փակվեց մեր պարտքերը, սիրելիներ, ամեն ասեք, հալելույա ասեք, բացականչեք, թռեք, պարեք, տված է ձեզ։ Լավ է, էսի հեշտ է։ Հանկարծ եմ ասում, հանկարծ։ Մի օր Աստծո առջև կանգնում ես դատաստանի։
ու տեսնում ես, որ էսկիել փակված չէր։ Կամ քո համար փակված չէր։ Որտեվ դու այդ փակման պայմանները չես տվել Աստծուն, հո այդպես հենց այնպես Աստված շախշի տվի ում վրա ընկավ։ Հո այդ ամուսնացող հարսի ծաղկեպունջի չէ, որ շպրտում ով կլճեց իրանա, ով պրտեց իրաննա։ Այդպես չի։ Կամ բան են կրակում թեփիկները ում վրա թափավ իրաննա։ Հեսա լուրջ պայման ունի, ես ասում եմ, Աստծո առաջ զգաստացիր։ Այո, ձրի արված է, որովհետև դու դրա վճարելու կարողությունը չունեիր ինչպես այդ եղբայրը։ Բայց մի կային ասա ես փակել եմ։ Եվ դա ես իմ ջանքերով ձեռք բերեցի կամ։ Օրինակ երկրորդ։ Այս օրինակը կիսով չափա ճշմարիտ, կեսը ճիշտ է, կեսը ես եմ հորինե։ Մի քիչ որ պատմությունը սիրուն ստացվի, որովհետև միտքս էս պատմությունն չի, միտքս ասելիքն է, որ սրա վրա կառուցենք։ Պատկերացրեք շուկայում հանդիպում եք մի եղբոր կամ քույրիկի, որ ինչ-որ բան է ծախում։ Դու էլ ուզում ես մի հատ վերարկու առնես, տեսնում ես, որ ինքը հենց լավ վերարկու ունի։ Ասում ես, այդ ես չեմ եղել, ես պրոստը իմ վրա եմ բացատրում, որ հասկանալի դառնա։ Բայց եղել է։ Ասում ես ախպերս, ինչ արժի այդ վերարկուն կամ քույրս, ախպեր 20,000 է, բայց քեզ 10-ով կտամ։ Ես ինչ բանով իջավ չի ուժեղ։ Դու գիտեք, մեկ այդ գովազներ կան, մտնում եք հատկապես տնտեսական խանութներ, այդպես մեծ խանութներ, գովազ 60%, 70%, ասում ես, ոյ քեզ բան, իսկան իջնում են, այդ մեզ մի հատ այնց թիվ են դնում պատալուկը, որ իջնելով հասնում են տակը, որ քեզ իբր այդքան զիջեց, էդի այն մյուս խանութում ավելի էժան է դրած։ Սրանք խապկանք են, մարդկանց աչքերը թոս փչելու, ոչինչ, եթե սա խապեն աշխարհում մեծ բան չես կորցնում, բայց որ հոգևոր կյանքում խապված եղար, դու չես կարող սա ուղղել։ Վերջը, ասում է, փաստորեն 10,000 իջնում ես, ասում հայ, այլ որով ախպերն ենք, որ 10,000-ը չիջնեմ քո համար։ Ասում եմ, այդ 10,000-ը իմն է, քոնն է, իհարկե քոնն է։ Ասում է, ախպեր, որը մի ես չվերցնեմ այս պալտոն 10,000-ը սկտաս, ես եթամ։ Ասում է, որ դու չես առնում ապրանքը 10,000-ն չեմ տալիս։ Դու նոր ասում էիր քոնն է, բա ինչ ախպեր, հաշվագրպանը դրած է, ասում չեմ ուզում էդ իմ փողս տուր։ Ասում եմ, չես հարիվ եմ, որ քեզ փող տամ։ Բան չես դες ներկայացնում, որ իբր թե քոններ։ Բայց հա մի հատ իրական դեպք, ես վերջերս որ ներքևում ուզում ենք ջեռուցումը ավելացնեինք, այդ գնացի մեր վարպետի հետ, Սամսոնի հետ։ Դե իրան ճանաչում էին այդտեղ բոլորը, միշտ էլ ինքն է իմ այդտեղ առևտուր անելուց, բավականին զեղչեր էին անում, իջնում էին, իսկապես։ Ուրեմն Սամսոնին ասեց, Սամսոն ջան, ահագին այդ 40-նոց խողովակներ կան, դրանք ավելացել են, էլի։ Ուզում ես մի քանի հատ նվեր տամ տար։ Դե ասեց ինչ սա պետք է, դրանք շատ չեն օգտագործում, համարյա պետք չի գալիս, չեմ ուզում։ Ինձ ասեցին, ուզում ես քեզ տամ դու տանես։ Գիտես եկավ այդ պատմությունը, ասեցի չի լի, որ դրա փողը տաս։ Այդ գործակատարը դու ծիծաղ ես բան, հասկացավ, ասենք իմ կատակը, ասես դե փողը ո՞նց է քեզի։ Չի, չէ, այսինքն մենք պետք է գանք դեպի ճշմարտություն։ Այսինքն այս իմ պատմածի վրա այդ վաճառողը չվաճառած իր ապրանքը իրականում մտքում 20,000 առևտուրներ, այդ 20,000-ներ 8-ի մեջ առևտուր էր, այդ ոչ այդ փողը լա տվել էր քեզ, ոչ դու ապրանքների տվել իրան 8-ի մեջ եղած խոսակցության վրա առևտուր արեցիք, երկուստ էլ տուժված գնացիք տուն։ Գործարքը տեղի ունեցավ, ոչ։ Դու վերարկուն առար, ոչ։ Դու 10,000-ը զիջեցիր կամ շահեցիր, էլի ոչ։ Այսինքն սա նորից դառնում է մի սուտ խապկանք, որը ցավոք սրտի ուզում եմ այսօր տեղափոխել հոգևոր դաշտ եւ սրանից մենք փորձենք իրականություն քաղել, որ մենք հասկանանք, այն ինչ որ դու ասում ես ունեմ, ունես, թե պրոստը ասում ես։ Բա որ հանգարց եկա մի օր ու տեսար որ չունես, ել կկարողանաս արդյոք այն շտկել։ Հիմա առաջի օրինակը, պարտքը փակվեց, բայց մտքում։
Էլ չմադրացնեմ, եղբայրը չեր խափում, մտատանջում էր իրան հետ պարտքը փակելը, այնքան շատ վերլուծեց, որ ընկավ շփոթմունքի մեջ, իրեն թվաց, թե փակել է, բայց իրականում չէր փակել։ Սա նման է այն դեպքին, որ ատամը ցավում է, ում ատամնա ցաված էսկի, որ ուզեցել ես գնաս ատամնաբուժի մոտ, գիտեք, որ ատամնաբուժները ամենավախենալու բժիշկներն են։ Ես փոքր ժամանակ միշտ վախեցել եմ ատամնաբուժ, ուսանող ժամանակ էլ շատ վախենալու էին։ Գիտես, որ հեսա գնաց բերան պացիենտ, պատի հետ ակցալամացի, քաշի, մաշի, այն ժամանակ է տեղերը մի քիչ ուրիշ ծևին լավ ցավում էր, միջև քաշմա հոգիտ էլ հետ տանում։ Շատ եղել եմ, մտածել եմ, այդ համ, բայց ցավը ստիպում եմ։ Գիշերը երազից մեջ տեսնում եմ, որ գնացի, ատամս քաշեց, բրծավ, հագրտացածի, վախ, ես ինչ լավ էր բրծա, քնից էլա տեսա, ատամս տեղում է, ցավը տեղում է։ Այսինքն, այդ որ երազից մեջ տեսար ուրախացար, այդ լա իրականությունից շատ հեռու էր, հասկանալի է։ Հիմա չլինի, որ մենք այսպես մտածենք, թե մի բան մենք ունենք, բայց իրականում հանկարծ պարզվի, որ մենք այն բոլորովին էլ չունենք։ Այսինքն մտքում վճարված էր, իրականում չվճարված։ Հիմա մտքում հնարավոր է, որ մարդը մտածում է ապաշխարության մասին, իսկապես մտածում է, ու ճիշտ է մտածում, տեղը տեղ են, բայց մտքում։ Սրբության մասին է մտածում, բայց այդ նույնիսկ մտքում։ Ծրագրում է փոխվել, բայց էլի մտքում, եւ ներքուստ պայքարում է մեղքի դեմ, բայց էլի մտքում։ Իրական կյանքում արտաքին գործոնները չկա սրան որպես ապացույց։ Հիմա ինչ կարծիքի եք։ Հնարավոր չէ, որ մարդը վաղը Աստծո առաջ էր կանգնի ինձ նույն ձևով, բայց մտքում ամեն ինչ դարել ես, վերլուծել ես, կարծես թե վճարել ես, փակել ես, բայց հանկարծ Տերը քեզ կասի, ես քեզ չեմ ճանաչում։ Ինչու՞ չէ ճանաչում, անցած անգամ կանգ առանք։ Հեռու գնացեք ինձանից դուք բոլոր անօրինություն գործողներ, ես ձեզ չէի էլ ճանաչում ըսկի։ Մի ավետարանում գրված է չեմ ճանաչում, միտեղ գրված է չէի ճանաչում։ Այսինքն այն ժամանակ էլ քեզ չեմ ճանաչել, հիմա էլ քեզ չեմ ճանաչում։ Բայց ինչու Տեր, որովհետև դու անօրինությամբ ապրող մարդ էիր մինչև վերջ։ Բայց ես կույս էի, բայց ես հանդերձներ ունեի, բայց ես լապտեր ունեի, բայց ես դուրս եկա քեզ դիմավորելու։ Օգուտ տվեց դա։ Չտվեց։ Հետո սրա վրա մի քիչ ավելի հանգամանորեն կանգ առնենք, բայց ոչ այսօր։ Սա շատ ցավոտ կողմն է։ Եվ Պողոս առաքյալն ինչ էր ասում 2-րդ Կորինթացիների 4-րդ գլուխ 1-5 խոսքերում կարդամ։ Դրա համար այս ծառայությունն ունենալով Աստծո ողորմությամբ չենք տկարանում։ Մերժում ենք քողարկված ամոթալի գործերը, խորամանկությամբ չենք ընթանում եւ Աստծո խոսքն էլ չենք խեղաթյուրում կամ նենգափոխում, այլ ճշմարտությունը հայտնելով ինքներս մեզ ներկայացնում ենք բոլոր մարդկանց խեղճվտանգին Աստծո առաջ։ Եվ եթե ասում եմ մեր ավետարանը ծածկված է, ապա ծածկված է կորսվածների համար, որոնց այս անհավատների մտքերը այս աշխարհի Աստվածը կուրացրեց, որպեսզի նրանց վրա չծագի Քրիստոսի փառքի ավետարանի լույսը Քրիստոսի, որ պատկերն է աներևույթ Աստծո։ Ուրեմն գոյություն ունի մտքի խավարում, որ բերում է այս աշխարհի իշխանը։ Գոյություն ունի մտքի մի խավար, որ դու հոգևոր կոչված կարծես թե ունես դա քո մտքում ծրագրած, բայց իրականում դա այդպես էլ դու ոչ ունեիր, ոչ ունես եւ ոչ էլ ունեցար։ Որովհետեւ ավելի անվտանգ է այն մարդը, ով մեղքի մեջ է, բայց մտածում է դրանից դուրս գալու մասին, սրա համար ապաշխարություն կա, ելք կա, բայց որ դու ես համոզել ես, որ ամեն ինչ կարգին է, դու ես սրա վրա չես մտածում, դու մնում ես պարտք այդ քույրիկին, բայց իրականում քեզ թվում է թե պարտքերդ փակված էին։ Ուրեմն հիմա նենգափոխությունը պարտադիր չէ բարերով լինի, էլի։ Հնարավոր է որ Աստված ունի պահանջ, դու ունես զգացմունք, բայց դրանք իրար չեն համապատասխանում։ Ուրեմն ապաշխարությունը դա միայն զգացմունք չէ։ Կողքինդ կարող ես ասել, ապաշխարությունը մենակ զգացմունք չէ, ասա դու իմանա։ Ասա վերստին ծնունդը մենակ գաղափար չէ։ Եվ փրկությունը մենակ մտքով համաձայնվելը չէ։ Եթե դու էլ մի ասա, եթե դու պարտք ես, վճարել ես, ուրեմն վճարել ես, եթե չես վճարել, ուրեմն չես վճարել։ Բայց ես խաղաղություն եմ զգում իմ ներսում։ Լսել եք, որ ասում, բայց իմ ներսը խաղաղ է, չի հանդիմանում ինձ։ Հետո ինչ որ քո ներսը խաղաղ է, դրանից չի փոխվում իրավիճակը։
ովքեր որ նորապատից այն կամուրջով ուրիշնում եք, այն մոստով ուրիշնում եք, որ գաք տուն, տեսել եք այնտեղ մսավաճառներ կան, ոչխար են որդում, վաճառում։ Ես գրեթե ամեն անգամ նայում եմ, միտեղ ասենք ոչխարի այդ մորթե կախել են այդ սառնարանի մեջը։ Կողքից էլ ոչխարներ կան, այսպես մի փոքրիկ զաբորա, մեջը լցված են, խոտ են սետեմները որ ուտեն, դեռ իրանց հերթը չեք է մորթելու։ Այդ ոչխարները այնքան ոչխար են, հանգիստ խաղաղ ուտում են այդ խոտը։ Ասում ալա դարսիդա են կողքի կոնգերոջը մի քիչ առաջ մորթե կախել են։ Ինքը որտեվ խաղաղ է, իրան թոմատը իրան չեն կպնի, բայց հաջորդը քո հերթն է։ Եթե մենք այսպես խաղաղություն ունենք, հազար անգամ ներողություն եմ խնդրում, ին վրա եմ ասում, ուրեմն մի խաղաղությունը մի հատ ոչխարի խաղաղություն ընդամենը։ Որ չգիտես մի քայլ հետո քեզ են մորթելու։ Դու մտածի ինչպես անես, որ այդ իրավիճակը շտկվի։ Փախի գունի, հա։ Ուրեմն ես երկրորդ օրինակը առևտուրը չեղած, չէ՞։ Արդեն ամեն մեկը իր ծրագիրն ուներ այդ առևտրից ոչ այդ մեկը 20,000-ը դարձավ 10 վերարկուն ծախեց, ոչ էլ մյուսը վերարկուն առավ 10,000-ը կարծես թե շահած, բայց իրականում շահած չէր։ Մանավանդ երբ որ ես ասեմ, որտեղ մեր հետ եղել է այդպեսի բան, ասենք մոտենում ես ռիփսիկի հետ մոտեցանք մեկը այդպես շորեղեն էր ծախում, շուկայում էր։ Մատ սիրուն սարոշկա կար, ասեցինք հիշում ես, որ ասեցինք ինչ արժի, ասեց ախպեր ջան, քո համար 5,000-ով կտամ։ Հետո մի քիչ դե չարանք էլի, մի քիչ առաջ գնացինք, այդ նույնը դրած էր այն մյուս տեղը 4,000 էր, հնարավոր էր նաև սակարկել։ Ալավ, դե որ ասում էր քո համար, դրա համար այս ռեկլամներին մի խաբեք, անգամ եթե հավատացյալ եք, մի մտածեք ամեն հավատացյալ անկեղծ ազնի մաքուր է քո հետ։ Քեզ այնպես ցույց տա որ քո համար անում, բայց իրականում քեզ երևի բոլորից ավելի թանկ նաղդեց քո վրա։ Եվ այդ մարդիկ մտածում են, որ իրենք վերածնված են։ Նրանք երկնքի արքայություն են գնում, ամեն ինչ կարգին մաքուր է, Աստծո առաջ պարզ է, պարզ է այն ժամանակը, երբ որ դու ուղիղն ես ասում։ Չեմ կարող տալ։ Չի լինի այդ գնով։ Այդ որ գնով տամ, ես էլ նշանակում չեմ առեց ախի կամ կանգնում եմ այստեղ։ Ուղիղ ասա, ճիշտ ասա, մարդը ըմբռնումով կվերաբերվի ու կհասկանա քեզ։ Հիմա շատերը հատկապես սա վերաբերվում է հովիվներին եւ քարոզիչներին։ Աստծո վրայով առևտուր են անում ժողովրդի հետ։ Մեր վրա են վերցնում այդ հարվածը, ցես այս վարձում իմաստության միտք եմ խնդրում, որ դուք իրարից տարբերեք։ Դուք տեսեք, ես էլ նոր մի բան ասեցի, բարձրացեք, դուք ասեցիք։ Բա կարող է պետք չէ դիտի ասել, ինչ ասեցիր։ Մտածեցի նոր ասացի, թե ինչ որ ասում ենք, հետևից կարկենելով գալիս, կրակելով գալիս ես։ Միշտ հիշեք, մտածեք, հետո նոր ասեք այո կամ ոչ։ Ով ուզում է դա լինի, քո օիվը կլինի, երկնքից շատ հրեշտակ կլինի։ Ուրեմն մենք այո եւ ամեն ասենք լսելուց հետո, ոչ թե մինչև լսելը։ Որովհետեւ ասում ես, սիրելիներ, բարձրացեք, ես փրկված եմ, ալելույա, բուրում են, փրկված ենք, մեծ եկեղեցիներում։ Ես արդեն Աստծո զավակ եմ, ալելույա, ես Աստծո զավակ եմ, կորում են, կամ ես հավատում եմ, կորում են, բայց իրականում այստեղ բառախաղ է։ Աստծո փոխարեն դու դարձել ես փրկություն բաշխող։ Աստծո փոխարեն դու որոշում ես ով է զավակ կամ ով չէ։ Դու տեսար այդ մարդը վերածնվեց թե ոչ։ Դու այդ մարդու սրտի հավատքը տեսնում ես, սրտերը քնող Աստված է, ոչ թե դու։ Մենք միջնորդ չենք Աստծո մարդու միջև։ Մենք ընդամենը փրկության ճիշտ ճանապարհը կամ սխալ ճանապարհը բացատրող եւ ցույց տվողներ ենք։ Ուրեմն սա նշանակում է Աստծո փոխարեն դու ես հանդես գալիս, ասում ես մի բան, հրճակել ես տալիս մի բան, բայց իրականում այն կարող է տեղի ունեցած չլինել։ Եվ վերածնունդը քեզ առաջի Ադամից դուրս է բերում եւ մտցնում է երկրորդ Ադամի մեջ։ Արմատից քանդում է, դու էլ գոյություն չունի քեզ համար առաջի Ադամը, որտեղ առաջի Ադամը հին մարդու հետ միասին խաչը բարձրացավ, մերժեց Աստված նրան։ Երկրորդ Ադամը Աստծո ընդունելի որդին էր, սա է իմ սիրելի որդին, որն իմ ամբողջ բարեհաճությունը, եւ նրանից ծնվելով դու պետք է նրա մեջ աճես, նրա նմանությունը ձեռք բերելով, որտեղ եթե դու ծնվել ես մի ընտանիքում, այդ ընտանիքի անդամներին
Նաև պետք է նման լինես ու հաստատ նման կլինես։ Ուրեմն հին մարդը պետք է մեռնի, մեղքը պետք է դատվի եւ խաչը չընդունի որպես գաղափար միայն, այլ քո եսի դատապարտման տեղ։ Մեր եսը, մեր հին Ադամից եկած Քրիստոսի խաչի վրա պետք է դատապարտվի եւ մենք ձեռք բերենք Աստծո առջև նոր մարդու խոնարհությունը, որի մեջ պետք է բարձրանանք մինչեւ Քրիստոսի նմանություն։ Տերն ասեց. «Ինձի նմանեցեք, որովհետեւ ես հեզ եմ եւ սրտով խոնարհ»։ Շատ լավ։ Ուրեմն առանց գործարքի, երբ որ մի բան թվում է թե գրպանումը արդեն կա, բայց արդյունքը կարող է ցույց տալ, որ այն բոլորովին չկա։ Հիմա ես երկուսը ընդհանուր իրար հետ միացնեմ։ Ուրեմն առաջինում պարտքը մտքում էր փակված միայն, երկրորդում զիջումը մտքում էր արված միայն։ Իսկ արդյունքը ցույց տվեց, որ այն տեղի չունեցավ։ Դուք երկուսն էլ տունը գնացիք ոչ մի բան չշահելով։ Եվ վերստին ծնունդը միայն գաղափարական դիրքորոշում չէ, այլ իսկապես ներքին վերափոխում։ Ուրեմն առանց ապաշխարության, երբ հայտարարում ես փրկություն, դա ճիշտ չէ։ Առանց հնազանդության խոսում ես շնորհքից, դա ճիշտ չէ։ Առանց սրտի փոփոխության հավատքի ձևակերպում, հավատ բառը ընդամենը եւ դա ճիշտ չէ։ Առանց խաչվելու հարության մասին խոսել եւ հռչակելը, դա ճիշտ չէ։ Ամեն ինչ ունի իր նախապուլը։ Հետո դրանից ձեռք բերած հետևանքը մեր օգուտը կամ վնասը։ Ուրեմն սա նույնն է, որ ինչպես ասացի, պարտքը չես վճարել, հայտարարում ես փակված, գումարը չես ստացել, հայտարարում ես նվիրված։ Եվ ամենավտանգավորը, ինչպես ասացի, այն չէ, որ դու հանկարծ մեղքի մեջ ես ընկել։ Վտանգավորը այն է, որ դու համարում ես բավարարված ու քեզ հանգիստ ես զգում իմ բերած օրինակ ոչխարի պես, որ չկա, բայց ինքդ էլ ես քեզ համոզել, թե այն կա։ Դու հռչակում ես ես բժշկված եմ, բայց մնացել ես նույն հիվանդը։ Հավատամ քո հռչակմանը։ Հռչակումը բացատրում են, դա հավատն է, բարի, հավատքը հուսացված բաների հաստատությունն եւ չերևսած բաների ապացույցը։ Առաջինը կա, բայց երկրորդ չերևսած բաների ապացույցը ուր է։ Դու ցույց տուր դա։ Եթե չկա այն, արդեն սկսի մտածել նաև դրա առաջինը եղած բաների վրա։ Դրա համար կարևոր չէ, որ դու անպայման հռչակում ես դրանով հոգևոր երևաց։ Դու չավի լավ է գնա տեղդ խմի։ Այսքան է իմ հավատը չկա, ես գիտեմ, որ մի հատ անարգենք պետք է խմեմ, գլխից ցավն անցնի, այն չեմ տանջում ես հան մարդկանց, եղբայրների ու ծոմ պահել տալիս իմ համար, դե գնա խմի էլի։ Եթե չէ, ուրեմն աղոթի։ Մեր եղբայրներից մեկին դե ինքը պատմեց, ասում է սիրում եմ էլի մարդիկ որ կան անպայման ցույց տան որ մենք այնքան հոգևոր ենք, մի հատ իմ համար աղոթի էլի եղբայր ջան։ Ասում եմ մի հատ քույրիկ եղավ եղբայր ջան, մի հատ իմ համար աղոթի էլի։ Ասում եմ հարցի, ինչ է եղել, ասես գլուխս ցավում է։ Ասում եմ մտածեց, ասես մի հատ մկրատ կարաս ճարես։ Ասից հա, ասես մի հատ ճարի բեր։ Ասում եմ գնաց այդ քույրիկը չգիտեմ որտեղից մի հատ մկրատ գտավ եկա, բերես տվեց, այսպես գրպանից հանեց անալգինի թե բանի կոճակները, մկրատը ասես կտրեց, ասես արդար խմի։ Դե մի քիչ կատակա կարող եմ ասի ինչ անհոգևոր բան արել։ Դու շատ լավ հոգևոր բան արել։ Գլուխը ամեն ինչի համար չեն վազիկ հավաքես բոլորին, հավաքի շուրջ բոլորդ ասա աղոթեք, որտեվ ասենք գլուխը ցավում է մի քիչ։ Բայց եթե դու իսկապես Աստծո վրա հենված մարդես բոլոր արդյունքում, դու պետք է նաև առնես այն։ Հակառակ դեպքում դու կդավանես մի բան ու հանկարծ նաև կմեռնես այդ նույն հիվանդությունից։ Քո դավանանքը քանի կոպեկ արժեր տվյալ հարցի համար։ Իսկ եթե մենք հանկարծ չենք առնում ավելի պրիմիտիվ բաները, որոնց մասին խոսում ենք, բայց ո՞նց ենք մենք այդքան պինդ հավատացել մեր հավիտենական կյանքի փրկության վրա, այդքան վստահ։ Ուրեմն նրա վրա էլ մտածի։ Ես չեմ ասում կասկածեք, Աստծո խոստումների վրա երբեք չկասկածեք, դրանք ճշմարիտ են, այն որ ասում են ժելեզնի ճշմարտություն է։ Քո վրա կասկածի։ Ունես դու այն թե չունես։ Ինչպես քույրիկը որոշեց պարտքը զիջել, Աստված ոչ թե որոշեց միայն, այլ արեց այն։ Իսկ դու քո մտքում ուրիշ բաներ ես երևակային, որը դու չունեիր։ Հարցը սրանում է։ Ահա։ Ուրեմն հնարավոր է, որ քո մոտ ամեն ինչ կարծես թե
փակված է, բայց հանկարծ Աստծո գրքում այդ բանը փակված չէ։ Եվ դու կկանգնես Տիրոջ առաջ։ Հիմա այդ եղբայրը դոշներ տնկե, պարտքերս փակված է, բայց եւ որ իմացա, որ պարտքերը փակված չէ, արդեն կուզներ տնկե։ Հիմա սա ցավոք սրտի կյանքի իրականությունն է։ Որովհետեւ մարդը մինչև չտեսնի իր դատարկությունը, ինքը չի ձգտի լցվելու։ Ուրեմն հնարավոր է, որ մենք խոսքերով ընդունենք Քրիստոսին, բայց իրականում դեռ մեր եսը մեռած չլինի։ Հնարավոր է քեզ թվում է, թե դու յուղ ունես, բայց անկարծ մի օր այդ բարագան տեսնես, որ քո լապտերը դատարկիր։ Ու մնացիր արտաքին խավարում ու քեզ ոչ ոք չկարողացավ օգնել։ Եվ այն ինչի մեջ դու այդքան դավանում էիր, մտածում էիր ամեն բան կարգին է, անգամ ելար փեսային դիմավորելու, բայց տեսար, որ դու խաբված ես եղել։ Մի քաղաքական գործիչի մասին կարդացի, ուրեմն իր ասածներից եմ կրկնում, էլի, ասում է քաղաքականության մեջ է դա այդպես, ասում է, երբ որ մի հատ սուտ պետք է ասեք, ինքան հավատալու մեծ սուտ ասեք, որ դու էլ հավատաս քո ասած ստին։ Եթե դու հավատացիր քո ասած ստին, մարդիկ կհավատան։ Հիմա այտենց են անում։ Անես մեծ ստեր են խոսում, օհոյ։ Ու բանի ամբողջ ցավը նրան, որ իրանք են հավատում, որ իրանք ճիշտ ասեցին, բայց իրանք գիտեն, որ խափում են։ Ու տեսնես, որ այդպես չէր։ Մեր գյուղում շատ ապատաղում դեպքեր, ես իրական բաներ եմ ասում, էլ այնպես չէ թե հորինում եմ։ Ասենք մարդը, գյուղացի մարդը, պարտեզ ունի, այգի ունի, կանաչի է ցանում, տանի ծախի։ Ու սխալ բան չի անում այդ մարդը։ Չարչարում ցանում է, տանում է վաճառի, որ իր ընտանիքը պահի։ Հիմա մեկն էլ գալիս է, ինքն էլ առնող ծախող է։ Ասում է, բիրիքով ինչքան գտած կանաչի, սակարկում են, ասենք, լավ, աղբի ջան, 50 դրամով գտամ, այն ասում է, դե լավ, 50-ով կառնեմ, տանեմ 100-ով կծախեմ, 50-ն էլ ես կաշխատեմ։ Իրիկունը փողոտ կբերեմ։ Տանում է կանաչին, իրիկունը փողոտ չի բերում։ Այս խեղճ կինը մտածում է, բայց փողոց չբերեց, ասես կբերեմ, ամեն ինքը հավատացյալ էր։ Հաջորդ առավոտ ելնում է թվում իր փողի հետևից, էլ չի կարող բռնել այդ մարդուն։ Էլ ինչ փող։ Հետո բանից պարզվում է, որ մենակ մի հոգի չէ, երկուսը չէ, 5-ը չէ, 10-ը չէ, 20-ը չէ։ Բոլորին դες է սիրուն կանաչիները հավաքելով եթում է, բայց փողերը հետ չի բերում։ Հետո պարզվում է լիքը վարկեր, լիքը պարտքեր, լիքը խաբեություններ, լիքը քծոցներ։ Դուք հավատում եք, որ այդ մարդը վերստին ծնված մարդ է։ Ես չեմ ծերդման համարձակասի չէ, չգիտեմ, բայց պտուղը ցույց է տալիս, որ այդպես չէ։ Եվ եթե մի օր դու ուզում ես դա ուղղել, կայնում ասում ես, Տերը իմ պարտքերը մարել է, կայն է, սպասի, ամեն պարտք չէ, որ մարել է, հիմա կասեմ տես, մի որ մտնում ես սուպերմարկետում ապրանք առնելու, այդ պարտքերն էլ է մարե, կարաս, եթե ապրանքը տանես, ասես, Հիսուսն իմ պարտքերը փակել է, չեն թողի քեզ դուրս գաս, այնտեղից այդ անվտանգության աշխատողները քեզ ձեռից այդ բռնած դուրս կանեն, եթե շատ դիմադրես, ոտներ եթե կբռնեն, դուրս կշպրտեն։ Այսինքն, հո Հիսուսը չի եկել քո ունիվերմագի պարտքերն էլ մարելու։ Դու մարդից սակարկել ես, գին ես խոսած, ապրանք ես տարել, այդ ապրանքի փողը տուր։ Հո Հիսուսը չի փակի այդ։ Եվ ասում տարիներ ուզում ես այդ հարցերը դու ուղղես։ Ես հիմա ցույց կտամ ուղղության ճիշտ ճանապարհը։ Երբ որ Հիսուսը մտավ Զաքեոսի տուն, չասաց այս տանը փրկություն եղավ։ Երբ որ սեղան պատրաստեցին, Հիսուսին հյուրասիրեցին, չասեց այս տանը փրկություն եղավ։ Գիտեք երբ ասեց, երբ որ Զաքեոսը մի բան մտածեց, մտքով մի բան անցավ, սա նրա վերստին ծննդյան առաջին վայրկյաններ։ Լավ կանգնեց, ասաց. Տեր, ունեցվածքիս կեսը աղքատներին կտամ։ Եվ ում որ զրկել եմ, քառապատիկ կհատուցեմ։ Անմիջապես դրանից հետո Հիսուսն ասաց. այսօր այս տանը փրկություն եղավ, քանի որ սա էլ Աբրահամի որդի էր, որովհետև մարդու որդին եկավ, որպեսզի կորսվածը փնտրի ու փրկի։
Ինչու դրանից հետո ասած, խո այդ պարտքերի տալը չէր պատճառը, պարտքերը տալը ցույց տվեց ակունքը, այս մարդի մեջ ինչ որ բան տեղի ունեցավ։ 4 անգամ ավել ասեց կհատուցեմ, բայց այս մարդը մեկն էլ չի ուզում հատուցի։ Դրա համար ուրեմն կվերադառնաք, եթե դուք ունեք այդպիսի բաներ, գնացեք այդ մարդկանց գտեք։ Լավ, մեկին 4 մի տուր, գոնե մեկին 1-ը տուր, մի հատ էլ ներողություն խնդրի ու վերադարձրու։ Բա որ այդ մարդը մեռել է արդեն, բա ոնց փակեմ։ Տարտու իր երեխեքին։ Տարասես անշնորհք հավատացել եմ եղել։ Խաբել եմ ձեր օրը կամ մորը։ Բերել եմ ատուցեմ, բա որ բարեկամ չունի, ամենավատ տեղն եմ ասում։ Այդ մեզ գերեզմաները, գտնում ես այդ մարդը գերեզմանը, մի փունջել ծաղիկ ես տնում, ասում ես ես անպետք հավատացյալ էի, ներիր խնդրում եմ, որովհետև ես ուզում եմ երկինք գնալ։ Հանկարծ զգուշ եղեք, քարի տակից կարողա ձայն տա։ Ասի այ անիրավ։ Ես ուզում էի եկեղեցի գալ։ Հրապուրված էի ձեր հավատքով, բայց դու այնքան անշնորհք հավատացել եղար, ես գայթակղվեցի, քո պատճառով էլ չեկա։ Հիմի դժոխքից եմ քո հետ խոսում։ Դու ինձ ուղարկել ես այստեղ եկել ես, որ դու երկինք եթաս էս ձևով, հանկարծ կարող ասի, գիտեք։ Բայց մի վախեցեք, չի ասի, որտեղ բայց դու գնա ուղի։ Ոչ թե ներելա դեր բրծավ գնաց։ Լիքը պարտքեր մարդիկ գելեն բանկերը պարտք են փակում, դու այստեղ գիտեմ ինչ ես խաղում։ Այդպես մի օր ինձ եկան ասեցին դու մոտիկ ես ովիկ աղբոր հետ կարաս մի 500,000 փող վերցնես, տանենք վարկս փակենք, հետո մի քանի օր հետո վարկ դիստանամ կտամ։ Ասի ոչ։ Բան չի աղբեր։ Ասի գրած ասողոսկում երաշխավոր մի եղի օտարին։ Մենք օտար ենք։ Դու ես հարցում, հա, որտեվ իշատ կեմ, դու կտաս թե չես տա։ Նեղացան գնացին։ Այդ ով որ շատ մեծ սիրտ ուներ, գնաց 500,000 դրամ տոկոսով փող վերցրեց, 10%-ով, վերես տարան վարկերը փակեցին, բայց այդ մյուսը էլ այդ վարկը չփակեց։ Անցան տարիներ։ Հետո պատական հանդիպեցի։ Ինձնից նեղացան որ գնացին, բայց ասեցի այդ փողը որ վերսիր տվիր փակեց, դու ասես, չէ, ինչ փակել, այս քանի տարի է տոկոս եմ փակում։ Բայց ես որ ասում եի, օտարին երաշխավոր մի եղի բան չի, դու ես ակլորաց է։ Միշտ հիմա չի փակի։ Դու հիմա եթե այսպես եք փակում, դրա համար ասում եմ, իսկ ես որպես իմ քուրեր աղբերներ խորհուրդ եմ տալիս, եթե կարողանաք անեք, արեք, էլի, այն իմ ասած քուրիկի պես զիջեք։ Ձեր սրտից հանեք, ասեք չի եղել, չի տվել, Տեր ջան, էդի եթե իմ պատճառով ինքը պետք է պատասխան տա քեզ, ես բաշխում եմ, էդի հաշվը իմ կողմից, իմ հաշվին։ Մեխեն, բրախտվեք այդ պարտքերը, թող դուրս գան, որովհետև չեն կարողանա դուրս գալ նրանք, այնպես են խրվել, բայց նրանք թող գնան իրենց վերստին ծնունդի վրա մտածեն։ Պարզ է։ Շատ լավ։ Ուրեմն Աստծո առջև իրականությունը չի փոխվում, եթե դա այդպես չէ։ Մեղքը չի վերանում լոկային պատճառով, որ դու մոռացել ես այն, պետք է ապաշխարես։ Եվ դատաստանը չի վերանում այն պատճառով, որ դու քեզ խաղաղ ես զգում։ Սրանից պետք է դու դուրս գաս։ Հիմա այսպեսի թակարդներ, բառախաղերից մենք ոնց ազատվենք։ Մենք պետք է զանազանենք։ Հիմա ես ինձ հարց տամ, նույնը դուք ձեզ հարց տվեք։ Մի 2-3 հատ հարց կտամ, մտածի, էլի, տեսրանք այդպես է թե ոչ։ Արդյոք ես մեղի նկատմամբ իմ վերաբերմունքը փոխել եմ։ Փոխվել է թե չէ։ Մեղը իմ համար գարշելի մի բան է, որից ես խուսափում եմ, փախնում եմ, զզվում եմ։ Հանկարծ որ ստացվի, ընկնեմ մեղքի մեջ, կարող ես էլի մարդ ես, կարող է քյուրիմացություն լինի։ Ես անմիջապես ուզում եմ ուղղել այն, թե ասում եմ դե լավ, ոչինչ հիմա, յանի 1-ից հետ ենք, 10-ից առաջ ենք։ Առաջի։ Դու սիրում ես այնինչ սիրում է Աստված, եւ ատում ես այնինչ ատում է Աստված։ Եթե այսպես չէ, ահագին լուրջ խնդիր է սա։ Որովհետեւ մենք ասացինք, որ դու վերստին ծնված մարդ Աստծո ընտանիքում դու աճում ես, որպեսզի նմանվես Աստծուն։ Աստծուն նմանող եղեք սիրելի զավակների պես Պողոս Առաքյալն ասում էր։ Տեր Հիսուսն ասում էր, դուք ձեր երկային հորպես կատարյալ եղեք, չէ՞։ Այսինքն նշանակում է, ես պետք է ձեռք բերեմ նրա նմանությունը։ Իսկ եթե այդ նմանությունը չկա, մեր այս վիճակը դառնում է մի հատ իմ ասած էժանագին առևտուր, որի մեջ կարող է ոչինչ չլինի։
Շատ լավ։ Ուրեմն Քրիստոսի խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, բայց այնտեղ չի ասում, թե ամեն միտք Քրիստոսի խաղաղությունից վեր է։ Ուրեմն խաղաղության մասին խոսելուց այդ միտքը որ ունենանք, պետք է հասկանանք, որ սա ունի հետևանքներ։ Հետևանքը սա է՝ կյանքի փոփոխություն, ոչ թե մենակ պագոնների, որտեղ կան տեղեր, մարդիկ որ պագոններով են բարձրանում, նաև եկեղեցում, փոխված լեզու, ոչ թե շողոքորթ լեզու, խնդիրն չէ, որ դու լեզու ունես, փոխված վերաբերմունք, ես էլ նախկինը չեմ, փոխված առաջնահերթություններ կամ նախընտրություններ, որ առաջվապես չեմ վարվում ես, փոխված սրտի ցավեր, որ քո սիրտը սկսում է ցավել այնպես, ինչպես ասո մարդու սիրտը կցավա կորսվածի համար, ինչպես Երեմիան ցավում էր Իսրայելի համար, Երուսաղեմի կործանման համար, եւ ասում էր իմ գլուխս որ դառնա տիկ եւ աչքերս արտասուքի աղբյուր, որ ես լաց լինեմ Իսրայելի կորսվածների համար։ Պողոսի նման այդ մարդը, որ չի այդ շնորհքի ամենամեծ մեծագույն առաքյալը, որ կար, նրանց ավելի շատ ով էր հասկանում օրենք կամ շնորհք տարբերությունները, բայց ինքը ցավ էր ապրում Իսրայելի վրա, լացով մտածում էր, ախր ձերն էր որդեգրությունը, ձերն էր նահապետները, չէ, ձերն էին հայրերը, Քրիստոս մարմնի կողմանը ձեզնից ծնվեց, բայց այդ վիճակը էս ի՞նչ է, դուք դարձել եք հետին։ Եբրայեցիներին ասում են նայելու ժամանակին դուք պետք է ուսուցիչներ լինեք, բայց դուք կաթնակեր եք տակավին եւ կաթի կարիք ունեք եւ ոչ թե պինդ կերակուրի։ Ուրեմն ցավ էր ապրում եկեղեցիների համար եւ ասում էր ամեն մեկից մեկ արտասուքներով խրատեցի։ Եթե այդքան հեշտ հանգիստ էր ամեն ինչ, ինչեր այդ հեղջ աղբերը լացով խրատում, ասում, բացատրում, զգուշացնում, որովհետեւ խնդիրը մեծ է, որ ոչ թե ասո խոստումները ճիշտ չէին, այլ հնարավոր է, որ մենք հանկարծ սխալված լինենք, մտածենք, որ այն ունենք, բայց իրականում հանկարծ չունենք։ Մի փոքր էլ առաջ գնամ ու դադարեցնեմ։ Վերստին ծնված մարդը պետք է ունենա առաջինը ծագում, սա արմատական փոփոխությունն է, երկրորդը աճ Քրիստոսի մեջ, երրորդը պտուղ։ Սրանք երեքը պարտադիր են, որ մենք ունենանք։ Ուրեմն, երբ որ մարդը ծնվում է, մի քիչ առաջ ասացի, այդ ընտանիքում կարող է նմանել իր հորը, ինչի՞ չէ։ Իսկ մորը ինչու՞ չէ։ Քերուն կարա նմանելի, քերուն էլ կարա նմանելի, մորքուրին, նորքուրին կարա նմանելի։ Օրինակ, մեր այս փոքրիկ ծորնիկս որ ծնվեց, շատ սիրուն երեխա է, էլի, գորի աղջիկը, գորը նայում ասում է տոշնի ես եմ։ Ճիշտ է ասում, կա։ Զարուին նայում ասում է ես եմ։ Ինքն է ճիշտ ասում։ Հիմա հորքուր մորքուրները ինչ որ բան իրանցից են գտնում մեջը, ասում են ես եմ։ Պապ, տաճ, գիտեմ, ատոմ աղբեր իրան տենում է մեջը։ Բայց որ ես նայում եմ, ասում եմ, լրիվ դե սուս մնացեք, տոշնի ես եմ։ Հիմա պապ ենք, տատ ենք, թոր ենք, մորքուր ենք, գորքուր ենք, նմանություն կունենանք, բայց ունենք նմանություն, որովհետև մենք ունենք արյունակցական հարազատություն։ Բայց դու Աստծո հետ ոչ մի հարազատություն չունես, մենակ դավանանք ունես։ Քեզ նայում եմ, մի հատ ամբարիշտ է տեսնում, բայց դու ասում ես, ես Աստծո նման եմ սիրիչ զավակի պես։ Դու խաբում ես։ Բայց խաբում ես քեզ, խաբում ես քո շրջապատին, ուրիշների խաբել չես կարողանում։ Փաստորեն մենք պետք է այդ ընտանիքում ծնված երեխան, որ փոքր է, ունենա արտաքինով նմանություն, բնավորությամբ կարող է ունենալ նմանություն, կարող է մտածելակերպով ունենալ նմանություն, որտեվ դու այդ ընտանիքում ծնված զավակ ես։ Բայց անմիջապես չես կարող պատուղ տալ, սրա համար քեզ պետք է ժամանակ, քեզ պետք է աճ, քեզ պետք է դաստիարակություն, ինչպես անցած անգամ ես բավականին երկար խոսեցի սրա վրայով։ Ուրեմն կարող է որդի լինելը դառնա իրական, հասունությունը պահանջի ժամանակ, սա նորմալ է։ Իսկ եթե կասկածանք կա, հիմա ես ասենք, սկսեցի կասկածել, ախպեր, ես այսպես է թե չէ։ Հիմա մեր օրերում կա ԴՆԹ քննություն, ԴՆԿ։ Հիմա այդ ԴՆԿ-ն, ԴՆԹ քննությունը որ կա, գիտեք, հարց չի մնում, որտեղ տալիս է արմատականը, չի ասում բնավորությամբ նմանա, աչքերի գույնը նմանա կամ խոսակցությունը, այսպես բան չի անում, ինքն ասում է, նրա արմատը հայրությունը պատկանում է սրան, թե ոչ։ Ուրեմն մեր վերստին ծնունդը ունի արմատ, ունի Աստծո ԴՆԿ-ն, եւ դա է տանում ցույց տալիս ես Աստծո որդի եմ, թե ոչ։ Մնացածը ժամանակին մեծանալով ինչպես ասած կբերի իր պտուղները։
կբերի իր հասունությունը, կբերի Քրիստոսի նմանությունը, բայց կբերի ոչ թե հենց այնպես օդի մեջ մենք կասենք, կպարենք իրականում դրանից ոչինչ չունենալու։ Հիմա շատ բան կասեն մեր հոգևոր առաջնորդները, բայց արդյոք ճիշտ են ասում թե ոչ։ Մենք երեք խոսում ենք մի քույրիկի հետ, դե ասես օրինակ դուք հայերը ձեր քահանաները թաղելուց ասում են քո աչակոմյան մասում դասես, աչակոմյան մասումը չի քո ասելով պետք է դասի Աստված։ Է շատ բան դուք ասես, ես տեսել եք մենք որ կանք թաղում ասենք Տերը աչակոմյան մասում տար։ Ես չգիտեմ, ես ցախակոմյան մասում չեմ լինի, մենակ ուրիշ աչակոմյանը։ Մենք պետք է ասու փոխարեն որոշումներ չկայացնենք։ Եվ ուրեմն մի կրոնական առաջնորդ, իրանց կրոնական առաջնորդը ինչ որ մի ուրիշ ազգի թաղման ժամանակ դրանք մեռածի ականջին ինչ որ բան են ասում։ Այդ քույրիկերը ասում է, պետք է ականջ դնեմ, լադինամ ինչ ասում։ Ասում ականջ դրի, իր բառերն եմ ասում։ Ասեց ոչ աջ, ոչ ցախ, ուղիղ դժոխք։ Հետո ասեց, ով երկնքի եւ երկրի մալակիներ, այս մեյմունին էլ ընդունեք։ Օй քեզ բան։ Այս մեյմունին էլ ընդունեք։ Եվ սա կրոնական մտածելակերպ է եւ մարդիկ սրան հավատալով գնում են դեպի որտեղ երկնքի ու երկրի մալակիների մոտ ու դու այնտեղ պետք է ընդունվես որպես մի հատ մեյմոն։ Բայց ինչ է խոսում Աստծո խոսքը, ինչ խոստում ունի Աստծո խոսքը մեզ տրված, դուք կենթանի Աստծո որդիներ եք։ Դուք նստեցիք Քրիստոսի մեջ, Քրիստոսի հետ երկնավորների մեջ։ Մեր խոստումը Քրիստոսի նմանությանն է տանում եւ Աստծո որդիների հայտնությանը։ Նույն բաներն են սրանք։ Բայց մենք կարող ենք մեծ ճառեր ասել ու հանկարծ վերջում չլինել այնտեղ։ Պտուղը մեզ պարտադիր է եւ Տերն ասաց, մեկին 100, մեկին 60, մեկին 30։ Ես սրա վրա մտածում էի, չեմ ասում սա որպես վարդապետություն, սա կարծիք է ընդամենը, բայց վստահ եմ, որ դա ճիշտ կլինի։ Ինչու 30-ը ամենացածր թիվը ասած։ Այսինքն դու սկի մեկին 30 էլ քրիստոնյա չես։ Մինիմում բանն էլ դու չունես։ Հիմա դպրոցում եթե երեխեն 3 էր գոնեստանում ասում են դե փոխվավ հաջորդ դասերը այժմ 2 էր ստանում, քանի մարդ մնացին մեր դասարանից չփոխվան, որտեվ 2 էր, որտեվ չբավարարեց գիտելիքները։ Այդ մեկին 30-ն էլ ինչ որ բան է ցույց տալիս։ Պտուղը կարող է դանդաղ լինի, բայց լինի։ Բայց լինի։ Մեր մարդկային բնությունն էլ կարող է իր մեջ բարին ունենալ, գիտեք։ Կարող է մեկը մեկին 29 պտուղ ունենալ, բայց Տերը դա արդեն համարի անբավարար։ Բայց դա հնարավոր է մեկը պտուղ էլ ունենա, անհավատ մարդը ասի այո, կարող է ունենալ, որովհետև մենք Ադամից ձեռք բերեցինք ոչ միայն չարի, այլ նաև բարու գիտության արմատները։ Այսինքն մարդներ սովորական կարող է ունենալ մարդկային բարին, որ իր մեջ ունի նաև մարդկային պտուղներ։ Այնքան մարդիկ կան, բարեգործներ, չէ, բիզնեսմեններ, որ գումարներ են տրամադրում մեծ բան։ Օրինակ ես վերջերս հաճախ եմ տեսնում այդ ֆուտբոլիստ Ռոնալդոին, եթե իսկապես այդպես է, ընտանիքի մարդ ոնց որ լինի, անդադ իր երեխեքի հետ, իր կնոջ, իր մորն ինչքան է սիրում, բարձրացնում, մեծ բարեգործություններ անում շատ հիվանդների, մյուս բաների, բայց հավատացյալ չի։ Մարդը, որը ունի Ադամից եկած, մեկին 29 մաքսիմումն եմ ասում, պտուղ, բայց մեկին 30-ը, եթե չեղավ, Աստծո մոտ բավարար չէ։ Հիմա ես ձեզ հիշեցնեմ, երբ որ Մովսեսը կանգնեց Փարավոնի առաջ, հրաշք արեց, առաջի 2 թե 3 հրաշքները, մոգերը կարողացան կրկնել, թե ոչ։ Կրկնեցին, ենել ոնց կրկնեցին, բայց հասավ մի տեղ, որ եկան Փարավոնին ասացին, ես արդեն Աստծո մատն է, սա Աստծո մատն է, Ելից 8:19։ Այսինքն, մարդկայինը կարող է անել ինչ-որ մի բան, բայց սահման ունի դա, հասնի մի տեղ, որ դրանից այնքան չի կարողանա անցնել, որտեղ դրանից այնքան արդեն Աստծո ձեռքն է, Աստծո մատն է։ Հիմա հարց ինձ եւ քեզ, դու այդ սահման անցել ես, թե պրոստը մարդկային բարիով այնքան քեզ յոլա ես տանում։ Երևում է այսպես քրիստոնյա, անում ես ինչ-որ մի բաներ, բայց դրանք բոլորովին չի գալիս քո վերստին ծնունդից։
այլ գալիս է ընդհանրապես քո մարդկային առաջի Ադամից քո մեջ եղած մարդկային ունեցածից։ Քանի որ դպրոցի վրա օրինակ բերեցի, դու գիտեք օրինակ ասենք դպրոցում ովքեր են դպրոցական եղել այստեղ սկի։ Բոլորդ էլ եղել եք։ Ես ու Հայկը առավել եւս։ Մեր դասարանում կային լավ սովորող աշակերտներ, որ հանկարծ օրինակ Պետրոսյան ասում է, հիշում ես մեկ դե մարդեր էլի կարող է մի հատ 4 հանկարծ ստանար։ Կա ֆիզկուլտա լավ չթռավ 4 ստացավ։ Լացեին ենքան, աշկերը կլներ այսքան, մինչև 4-ը ուղեն։ Քարորդ չէ, ընդհանրապես մի հատ փեստ գնահատական։ Բայց որ չսովորողն մի հատ 3 ստանում, պրազնիկ է այդ։ Մեր չնեղանան թորնիկներից, պրոստը օրինակը տիպուկա պետք է բերեմ, մեր Գագը ու Միլենան նույն դասարանում էին սովորում, Միլենան շատ լավ սովորող էր, իրարի բացարձակ երազանք էր, 10 էր։ Մի անգամ 9-ը ստացի, թե ինչ ինքան էին նախատիտունը խեղճ երեխին, թե ինչ ես 9 ստացի։ Մեր Գագն էլ մի հատ 7 էր ստացի։ Լասում էր երեխան ասում էր, «Էդ ինչ հա Գագը մի հատ 7 ստացի, Մոսկվայից զանգում շնորհավորում են, ես մի հատ 9 եմ ստացի»։ Ասում եմ, դե որովհետև քեզնից ուրիշ բան էին ակնկալում, թեկուզ Գագս հիմա շատ լավ սովորում է, շատ լավ տղա է։ Ուզում եմ ասել, տեսեք, գերազանցիկը չի հաշտվում, անգամ մի հատ 4-ի հետ, իսկ ծույլիկի համար, եթե ծույլիկը երկուսն էլ է իր համար գնահատական, զատու 1 չի ստացի կամ 0 չի ստացի։ Բայց սրանք էլ գուցե ծիծաղելի լինի, բայց իրականում սա ավելի շատ ողբալի է, եթե հանկարծ մենք հոգևոր կյանքում ենք այսպես, մեզ ներկայացնում ենք, հրճակում ենք գերազանցիկ, բայց ատեստատը բացում են մեջը սաղ երկուս։ Երգում ես, պարում ես, եկեղեցում, գնա գալիս եմ, այն օրինակը, որ մի քանի անգամ ես ասել եմ եկեղեցում, որ հերն ասում է, լամա տորագիրը վեր տղաժան տեսնեմ ոնց է սովորում, բերում է, տիրում է, թվաբանությունը 2, չգիտեմ, ֆիզկուլտը 2, հայոց լեզուն 2, ռուսաց լեզուն 2, լրիվ 2, երգը 5։ Մի հատ տալիս է, վզին ասում, արա, իսքան 2-ից հետո, այդ ինչ սրտով ես երգ է, որ մի հատ էլ 5 ես ստացել։ Հիմա մերն է, այն ես երգում պարում, կարծես ամբողջ կյանքը 4 ու 5 ես ստացել, մի հատ 4-ից ստացել էլ ուղղել ես։ Ինչիդ վրա ես պարում, ինչիդ վրա ես երգում։ Հələ հարց է, դու վաղը երկնքում կպարես կերգես, թե ոչ։ Եվ փաստորեն կգա մի օր, որ քո ատեստատը ցույց կտա ավարտելուց հետո, թե դու ինչպիսի աշակերտ եղար։ Այսպես էլ մենք կյանքի ատեստատ ունենք, որը գրված է Մաղաքիա 3:18-ում, եւ Տերն ասում է. «Այն ժամանակ նորից պիտի տեսնեք արդարի եւ ամբարիշտի ասուն ծառայություն անողի եւ նրան ծառայություն չանողի տարբերությունը»։ Երբ որ կգա փուրի պես վառված օրը, որ երկրի ամբարիշտները պետք է գան մղեղի պես այրելու, այն ժամանակ ինձ ապավինողները Գառնան պարարտ հորթերի պես պիտի դուրս գան ու ցատկեն ուրախությունից, բայց դա չի ասում բոլորի համար։ Ուրեմն վերջնական խոսքը ասեմ ու դադարեցնեմ։ Եթե քո կյանքում պտուղ չկա, պետք չէ արդարանալ, այլ հարց տալ, արդյոք իմ դենկան որ կա, որի մասին խոսեցինք, Աստծուց է թե ոչ։ Եթե այո, ինչու իմ կյանքում պտուղը չկա, կամ այնքան քիչ է, որ Սեթրակ երբ որ ասած մեկին 10 պտուղն է, եւ ոչ թե գոնե մեկին 30-ը, ուրեմն գնա մտածիր, որ հնարավոր է, որ քո վերստին ծնունդը չի եղել իրականում, ընդհանրապես խաղ է եղել, քեզ համոզել են, փոքրից բերել են եկեղեցի, այդպես սովորել ես, դե լավ միջավայր է, այս այնա, բայց որ գալիս է կոնկրետ գործնական, թե դու ինչպիսի քրիստոնյա ես, մարդիկ կարող են ասել, քո մեջ չկա։ Ինչ եղել է հարց են տվել, ասել, հնարավոր է մարդը երկար ժամանակ մնա եկեղեցում մնի ու չփոխվի, ասի, ոնց էլ ոնց։ Հիմա այդ մարդը վերստին ծնված է, ես շատ գիտեմ վերստին ծնված է թե չէ, ես չգիտեմ։ Բայց եթե վերստին ծնված լինի, պետք է այդ պտուղները տա։ Ուրեմն վերստին ծնունդը հայերենում ավետարաններ կան, որտեղ գրված է նորեն ծնունդ։ Ուրեմն եթե նորեն չծնանես, չես կարող Աստծո թագավորությունը տեսնել, բայց ռուսերենում իր բնագրերում այսպես է, եթե վերից չծնվես, ռուսերենում ասում է «рождение свыше», ոչ թե սնովը, այլ свыше։ Վերից մինչև վերից բարձունքներից չծնվես դու Աստծուց, չես կարող Աստծո թագավորությունը ոչ տեսնել, ոչ էլ մտնել։ Այստեղ էս վերստին ծննդյան մասին է խոսքը։ Բայց եթե դու անգամ 90 տարեկան ես, 100 տարեկան ես,
ու հասկանում ես, որ ինչ ու բան քո մեջ այն չէ, հնարավոր է արմատն է սխալ, ժամանակ կա այն ուղղելու։ Բայց այսօր է ընդունելի ժամանակը եւ այսօր է փրկության օրը։ Երբ որ նրա ձայնը կլսեք, մի խստացրեք ձեր սրտերը, ինչպես ձեր հայրերն արեցին անապատում։ Այսինքն մենք կարող ենք ուղղել, քանի դեռ այսօր է, քանի դեռ Քրիստոսի շնորհքը գործում է, քանի դեռ մարդը կարող է ստանալ հավիտենական կյանք։ Մենք իրականում առնենք, որպեսզի հանկարծ վաղը չվրիպենք։ Այսքան, եթե Տերը կամենա ողջ մնանք, հաջորդ անգամ շարունակենք հայրերի եւ դաստիարակների մասին։ Դուք կարող եք ունենալ բազմաթիվ դաստիարակներ Քրիստոսով, բայց ոչ թե բազմաթիվ հայրեր։ Թե ինչ է սա եւ ինչքանով սա կօգնի եկեղեցու մարդկանց բարձրացմանը կամ անկմանը, սրանց վրա կուսումնասիրենք ու կշարունակենք մինչև որ այս թեման ի վերջո վերջացնենք։ Վերստին ծնունդ, բայց առանցին այսպես ենթավերնագրերով, որ մենք կարողանանք իրարից անջատել եւ հասկանալ։ Չգիտեմ, այսօրվա մարտի 8-ի նվերն ասենք, թե այս ձեզ ասել այգին վախցնելը, բայց դե էտա, սա էլ է նվեր։ Այս էլ հոգևոր նվեր մարտի 8-ին։ Տեր օրհնի ձեզ։ Հետո չմոռանամ ասել մի դեպք, հիշում եք, որ Տերը անգամ ասեց, որ հрьяաներին ասեց արևելքից, արևմուտքից, հյուսիսից, հարավից շատ պոռնիկներ ու մաքսավորներ պիտի գան ու բազմեն Աստծո թագավորության մեջ, բայց արքայության որդիները դուրս պիտի մնան, որտեղ կլինի լաց եւ ատամների կրճտոց։ Էս էլ գոյություն ունի։ Այն հрьяաները, որ թվում էր, թե իրանք այն գլուխն են ազգերի, հանկարծ սկի պոչել չեղան վերջում։ Այդ ցավը սրանում է։